Հայոց ամենահին նոր տարին նավասարդն էր տոնվում էր օգոստոսի 11-ից սեպտեմբերի 10 ընկած ժամանակահատվածում, ի նշանավորումն բելի նկատմամբ հայկի հաղթանակի։ Ավելի ուշ տարեմուտը հայերը սկսեցին նոյեմբերին տոնել, 10-ից 20-ը նոր տարին հունվարի 1-ին տոնելու ավանդույթը համեմատաբար երիտասարդ է։ Հայ իրականության մեջ հունվարի 1-ը սկսվել է տոնել դեռևս 18-րդ դարի վերջից Սիմեոն Երևանցի կաթողիկոսի հատուկ կոնդակով։ Արցախում սակայն այդ նորարարությունը միանշանակ եւ անմիջապես չընդունվեց։ Մշակութային կենտրոն Շուշին նորույթին արագ ընտելացավ, իսկ ահա Գավառներում դեռ երկար ժամանակ շարունակում էին ամանորը նշել նոյեմբերին։ Նույնիսկ Ստեփան Լիսյանը նշում է, որ Ջրաբերդում դեռևս 1920-ական թվականներին նոր տարին նշում էին հին ձևով, այսինքն նոյեմբերի 10-ից 20 ընկած ժամանակահատվածում։ Արցախում ամանորն ավանդաբար համաժողովրդական տոնակատարություն է եղել, հիշեցնում է ազգագրագետը։ Տոնի արդիվ այցելությունները, հյուրասիրությունները պարտադիր էին։ Գյուղացիները գնում էին եւ շնորհավորում էին Քյոխվայի տանուտերի քահանայի ուղեկցությամբ եւ քահանայի մասնակցությամբ անպայման սինի էր դրվում եւ այդ սինի մեջ գյուղացիները տարբեր տեսակի նվերներ էին մատուցում տանուտերին եւ տանուտերն էր ի նշան այդ երախտագիտության եզերմորթում եւ տեղի էր ունենում հանդիսություններ։ Անկամ նրանից հետո, երբ հունվարի 1-ը ի վերջո իր տեղն ամրապնդեց Արցախյան տոնացույցում, ավանդական տոներից շատ սովորույթներ պահպանվեցին։ Խոսքը նաև տոնական ճաշացանկի մասին է։ Ամանորի սեղաններին առատ մսեղեն ունենալու սովորույթն էլ նոյեմբերյան տոներից է փոխանցվել։ Եթե հունվարի 1-ը ընկնում էր Պասի ժամանակաշրջան եւ հիմնականում իշխում էր հիմնականում գերակշռում էր բուսեղեն ուտեստները, ապա բուսական ուտեստները, ապա Արցախում իշխում էր մսեղենը։ Կարևորագույն ծիսական կերակուրը դա լինում էր կուրկուտը, որը հիմնականում գցվում էր խոզի գլխով։ Եվ դա պետք է անպայման համտեսվեր վաղ առավոտյան։ Նոր ամսաթվի հետ նոր հերոսներ հայտնվեցին ամանորի հեքիաթում։ Ճերմակամորուս այս ծերունին է գլխավորը։ Հայերը կնքեցին ձմեռ պապ եւ ընդունեցին հարազատի պես, նա էլ արցախցիների կողքին մնաց եւ ուրախ եւ դժվար օրերին։ Եղել ենք դիրքերում, եղել ենք զինվորականների մոտ, եղել ենք մարդկանց մոտ, եղել ենք նկողներում եւ նոր տարին անց ենք կացրել։ Անց ենք կացրել յուրահատուկ ձևի։ Չեմ ասի թե շատ ճոխ, բայց բոլոր դեպքերում անց են կացրել։ Հիշողությանս մեջ շատ նոր տարիներ են մնացել։ Արցախի ամենաստաժավոր ձմեռ պապը արդեն մի քանի տասնամյակի կենսագրություն ունի, գերադասում է անգամ իր անունը չհայտնել։ Ամանորի հեքիաթին հավատացողների թիվը փոքրանում է, բայց դեռ շատերն են հրաշքներին հավատում։ Այս ատոմային դարում, այս կոմպյուտերի դարում երեխաները շատ բան են հասկացել։ Նրանք, բայց բոլոր դեպքերում նրանք մնացել են էլի այնպես, որ ձմեռ պապիկը կա, ձմեռ պապիկը գոյություն ունի մանուկների համար, նա նվերներ է պատրաստում, ամեն տարի գալիս շնորհավորում է նրանց եւ նամակներ են գրում երեխաները ձմեռ պապիկին։ Այնպես որ ես համոզված եմ, որ շատ երեխաներ դեռ սպասում են ձմեռ պապիկին, դեռ հավատում են նրան։ Հրաշքներին հավատալու կոչ է անում նաեւ հայ առաքելական եկեղեցին։ Խոսքն այս դեպքում Սուրբ Ծննդյան հրաշքի մասին է։ 31-ի երեկոյան մենք եկեղեցու մեջ պիտի կատարենք հանգստյան ժամերգություն եւ նաեւ պիտի հաջորդ օրը հունվարի 1-ին մատուցվի Սուրբ Պատարագ, նոր տարվա պատարագ, առաջին պատարագ, եւ այս Սուրբ Պատարագով պիտի օրհնվի գալիք նոր տարին, որպեսզի կարողանանք նաեւ դրանից հետո ամսի 6-ին հունվարի հոգեվոր զարթոնքով մտնել Սուրբ Ծննդյան տոնը եւ կատարել Սուրբ Ծննդյան տոնակատարությունը։ Հենց Սուրբ Ծննդյան տոները պետք է լինեն ամանորյա տոնախմբությունների կենտրոնում, կարևորում է Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվը, բայց չի թաքցնում, երբեմն անգամ հոգևորականներին չի հաջողվում զերծ մնալ հոտի հետ ամանորյա տոներին մասնակցելուց։ Մեր ժողովուրդը շատ ժամանակ մտածում է կերուխի մասին, ավելորդ շվայտության, քեֆերի եւ այլն, կարծում ենք շատերս թե միայն քեֆերով ենք մենք կարողանում տոնակատարել որևէ տոն, բայց ամենևին այդպես չէ։ Անգամ ասեմ, որ եկեղեցին այդ օրերին սահմանել է պահք, որը սկսում է դեկտեմբերի 30-ից եւ տևում է մինչեւ հունվարի 5-ը երեկոյան ճրակալույցը եւ այդ ճրակալույցի ժամանակ էլ հենց լուծարում է պահքը, դրանից հետո մենք մտնում ենք Սուրբ Ծննդյան տոնակատարության մեջ եւ այս ընթացքում մենք պահք ենք պահում։ Ազգագրագետը եւս հակված չէ նոր տարին ամբողջությամբ ավանդական ձևերով նշելուն։ Ի վերջո սա կենթանի տոն է եւ յուրաքանչյուր սերունդ դրա զարգացման ու ձևափոխման մեջ իր բաժինն է ունենում։ Պետք է պարզապես կարողանալ հնից ու նորից ամենալավը առանձնացնել։ Նոր ժամանակները նոր երանգներ են հաղորդում ավանդույթի ուժով փոխանցվող սովորույթներին։
Ճլորդի իհարկե այսօր որևէ մեկի երթիկից չես կախի, բայց ամանորին նվիրված սովորույթներ կան, որոնք նոր ժամանակներում եւս արդիական են։ Պետք է բոլոր ասենք հարևանները, թե չգիտեմ, ազգականները, ովքեր իրարից խորոված են, պետք է անպայման հաշտվեին։ Նաև տունը պետք է մաքուր լիներ, նույնիսկ վարանդայում տարածված էր, որ անպայման նոր տարվա օրը կարմիր շոր էին փռում կամ տան շեմին, կամ էլ ուրեմն ծառերից կարմիր լաթի կտորներ էին կապում։ Անպայման երեխաները պետք է նոր շորեր հագնեին, անպայման երեխաների համար նոր նվերներ պետք է արվեր, նորահարսի համար պետք է նոր նվերներ հարվեր, նշանված աղջիկների համար նոր նվերներ պետք է արվեր։ Անկախ նրանից, թե տարվա որ օրն է նշվում ամանորը եւ ինչ է դրվում տոնական սեղանին, անպակաս են բարեմաղթանքները։ Արցախցի ազգագրագետը, հոգեվորականն ու անգամ ձմեռ պապը բարեմաղթանքների հարցում զարմանալիորեն, իսկ գուցե նաեւ բնականորեն համակարծիք են։ Տարին, որ մենք ապրեցինք, անցավ շատ լարվածության մեջ, մեր ժողովուրդը շատ տառապանքներ գրեց, մեր զինվորությունը իսկապես դժվարություններ եւ զրկակներ ունեցավ, բայց նվիրվածությամբ եւ զոհողությամբ կարողացավ իր սուրբ պարտականությունը կատարել։ Ցանկանանք եկող տարում հաջողություն, խաղաղություն մանավանդ մեր երկրին, մեր ժողովրդին։ Մեր հայրենիքը 2016-ին անպայման մի քայլ առաջ գնա եւ հարատև զարգացումը ապահովի եւ ցանկանում եմ նաեւ որպեսզի մենք էլ ավելի ամրապնդվենք։ Ես ցանկանում եմ որպեսզի այս գալիք 2016 թվականը բոլորիս համար լինի խաղաղության տարի առաջին հերթին, այնպես որ սիրելի արցախցիներ, նորից ու նորից ցանկանում եմ որպեսզի դուք լինեք երջանիկ, դուք լինեք առողջ, շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ եւ աշխարհին աշխարհում ամենալավն բարին ձեզ։ Նորայր Հովսեփյան, Աշոտ Գասպարյան, օր